Ելույթի համար խոսքը տրվում է Վաղաշապատ համայնքի նորընտիր ղեկավար Արգիշտի Մեխակյանին։ Ազգային ժողովի մեծահատ նախագահ, մեծարգո պարոն մարզպետ, Երաշնոր Սրբազան հայր, արժանապատիվ տերհայրեր, տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի հյուրեր եւ ներկաներ։ Ողջունում եմ բոլորիդ եւ շնորհակալ եմ մեր հրավերը չմերժելու եւ այս պատասխանատու պահին մեր համայնքի եւ իմ կողքին լինելու համար։ Սիրելի Վաղաշապատցիներ, նոյեմբերի 16-ին դուք կատարեցիք ձեր ընտրությունը Վաղաշապատ համայնքի ղեկավարի ընտրություններում վստահության քվե տալով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ինձ եւ մեր կուր եւ ամուր թիմին եւ մեր միասնական թիմին։ Ձեր վստահությունն ինձ համար մեծ պատասխանատվություն է, մեծ պարտավորություն, ծառայել մեր համայնքի յուրաքանչյուր բնակչին առանց տարբերության, ազնիվ, հաշվետու, բաց եւ թափանցիկ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր քաղաքացու, ով գնացել է ընտրության եւ կատարել է իր քաղաքացիական պարտքը, անկախ նրանից, թե ում օգտին է իր քվեն տվել։ Ձեր ակտիվ մասնակցությունը ցույց է տալիս, որ Վաղաշապատը մի համայնք է, որի բնակիչները անտարբեր չեն իրենց ապագայի նկատմամբ։ Ես խոստանում եմ, որ բոլոր որոշումների հիմքում լինելու է միայն մեկ սկզբունք, բնակիչների եւ մեր համայնքի բարօրությունը։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ թիմին, մեր մեծ թիմին, բոլոր այն մարդկանց, ովքեր քարոզարշավի ամբողջ ընթացքում իմ կողքին էին եւ վստահ եմ, որ ապագայում եւս լինելու են իմ եւ մեր թիմի կողքին։ Դուք ցույց տվեցիք, որ ձեզ համար եւ մեզ համար առաջնային է գաղափարը, առաջնային է Վաղաշապատ համայնքի զարգացումը, առաջնային է Վաղաշապատցու բարօրությունը, բարեկեցությունը, այլ ոչ թե անձնական շահը։ Վաղաշապատի ամենամեծ արժեքը դա մարդիկ են։ Մեր մեծահասակները, ովքեր իրենց ապրած կյանքով մեզ սովորեցնում են գնահատել մեր իրական արժեքները։ Մեր երիտասարդները, ովքեր իրենց նախաձեռնողականությամբ եւ մտահղացումներով առաջ են տանում համայնքը։ Մենք միասին ձևավորելու ենք մեր համայնքի ապագան, եւ այդ ապագան կառուցվելու է 3 պարզ սկզբունքներով՝ ազնվություն, հոգատարություն եւ աշխատանք։ Մենք պետք է կարողանանք ուժեղացնել հասարակության ներգրավվածությունը, դարձնել համայնքային կյանքը ավելի ակտիվ եւ ամենակարևորը անհատական շահերը պետք է ստորագրել ընդհանուր շահերով։ Վստահ ասում եմ, որ լսելու եմ բոլորին, անկախ տարիքից, դիրքից, մասնագիտությունից, ինչպես որ եղել է իմ ողջ աշխատանքային գործունեության ընթացքում։ Քաղաքի ճակատագիրը, համայնքի ճակատագիրը չի որոշվում մեկ մարդու որոշմամբ կամ մեկ աշխատասենյակի պատերից ներս։ Այն որոշվում է բոլորիս մասնակցությամբ, մեր գաղափարներով եւ մեր համագործակցությամբ։ Վաղաշապատը հաջողվել է ոչ թե մեկի, այլ բոլորի համար։ Եվ ես ուզում եմ, որ այս տարիները դառնան համագործակցության, փոխադարձ վստահության եւ համընդհանուր զարգացման տարիներ։ Հավատում եմ եւ վստահ եմ, համատեղ միասնական սրտացավ աշխատանքի արդյունքում Էջմիածին քաղաքը եւ 18 գյուղական բնակավայրերը կդառնան ժամանակակից, զարգացող, բարգավաճող, ավելի հարմարավետ մեր բնակիչների համար։ Քիչ առաջվա իմ երթման ժամանակ ասված խոսքերը պարզապես խոսքեր չէին։ Դրանք խոսում էին յուրաքանչյուր քաղաքացու, ով ապրում է այս համայնքում, ով արարում է այս համայնքում։ Խոստում պահպանել արժանապատվությունը, լսել, ծառայել, աշխատել ու երբեք չմոռանալ, որ իշխանությունը նպատակ չէ, այլ գործիք մարդկանց բարեկեցությունն ապահովելու համար։ Վաղաշապատ համայնքի սիրելի բնակիչներ, ձեր վստահությունը ինձ մեծ ուժ է տալիս, բայց նաև մեծ պատասխանատվություն։ Վստահությունը չի տրվում հավերժ, այն պետք է վաստակել ամեն օր։ Եվ
Ես խոստանում եմ, որ դա պետք է անեմ ամեն օր։ Էլ ավելի մեծացնելով ձեր վստահությունը։ Սիրելի վաղաշաբաթցիներ, կանգնած եմ ձեր առաջ մեծ պատասխանատվության զգացումով եւ խորը երախտագիտությամբ։ Այսօր ես ստանձնում եմ համայնքի ղեկավարի պաշտոնը, ինչը ինձ համար մեծ պատիվ է։ Պատիվ ծառայելու մեր համայնքին եւ նրա բնակիչներին, պատիվ ձեր կողքին կանգնելու եւ ձեր խնդիրները իմը դարձնելու, պատիվ մեր համայնքի ապագան կառուցելու ձեզ հետ միասին։ Եվս մենք անգամ շնորհակալություն եմ հայտնում վստահության համար եւ թող Աստված օրհնի մեր համայնքին, մեր ընտանիքներին եւ մեր բոլոր ձեռնարկները։ Շնորհակալություն։